Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մեր զրուցակիցն է Ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արա Հակոբյանն է։ Ողջույն պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ցեղասպանության հարցի շուրջ բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան, ես կցանկանայի այդ խնդիրները միասին դիտարկեինք, նախ տեսնենք, թե ինչ զարգացումներ են բուն Հայաստանում, այնուհետև կնայենք, թե ինչպիսին էր արտաքին արձագանքը, կարծես թե շատերը նշում են, որ Ռուսաստանից չեղավ որևիցե ուղերձ, եղավ Միացյալ Նահանգներից ուղերձ, Պուտինից չեղավ, եղավ արտգործ նախարարության ներկայացուցչի կողմից եւ եվրոպական մի շարք երկրներ հետաքրքիր շեշտադրումներով էին պատրաստել իրենց ուղերձները։ Եվ այսպես Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ցեղասպանության հարցի հետ կապված։ Տեսեք, 110-րդ տարելիցներ, որը մենք ոգեկոչում ենք ցեղասպանության, եւ պետք է նշել, որ 1915 թվականը, որը որպես ցեղասպանության տարի նշում ենք, մենք ոգեկոչում ենք, դա ցեղասպանության սկիզբը չի եղել իրականում, որովհետեւ ցեղասպանությունը սկսել է 1890-ականներից, 93-94 թվականներին Սուլթան Համիդի կողմից եւ փաստացի շարունակվել է մինչեւ Աթաթուրքի ժամանակներ ներառյալ Աթաթուրքը 1923 թվականին դեռևս ցեղասպանության գործողություններ էին իրականացվում եւ հայրենասրկման։ Այնպես որ ցեղասպանությունը մենք պետքա ճշգրիտ լինենք, տևել է 30 տարի եւ ավել, եւ ցեղասպանությունը չի ավարտվել, որովհետեւ վերջի ցեղասպանական գործողությունը էթնիկ զտումներ մենք ունեցանք 23 թվականին Արցախում։ Այնպես որ ցեղասպանությունը չի ավարտվել եւ չի ավարտվելու, եթե մենք չկասեցնենք ցեղասպանության այդ գործողությունը, որտեղ ցեղասպանությունը իր մեջ ունի մի քանի ասպեկտ, սկսած ֆիզիկական ցեղասպանությունից, հայրենազրկումից, պատմական ժառանգության ոչնչացումից, տվյալ ժողովրդի ցեղասպանվող ժողովրդի հիշողության ոչնչացումից, հիշողության ջնջումից եւ հայրենիքի նկատմամբ զգացողության վերացումից։ Եվ այստեղ մենք հենց այդ փուլում ենք, որը կարևոր է նշել այսօր, որովհետեւ գործող վարչակարգը Փաշինյանի անդրադարձել է հենց իմ ասած վերջի հատվածին, այսօր այդ ուղղությամբ շատ ակտիվ գործում են, քարոզ են անում, որ մենք մեր բնորանից, մեր հայրենիքից, որը հայկական լեռնաշխարհն է, պետքա հրաժարվենք որպես հայրենիք, դա մնալու է պատմության մեջ, դա մեր պատմությունն է, դրանից չենք հրաժարվում, բայց հրաժարվում ենք դա դիտարկել որպես հայրենիք։ Հայաստանի այսօրվա հանրապետությունն է միայն հայրենիքը, ոչ թե Հայաստանի հանրապետությունը մեր հայրենիքի ազգային եւ պետական տարածքների մի հատվածի վրա ընդհանրապես որպես պետություն ձևավորվել, այլ հենց սա է եւ վերջ եւ մենք պետք է մնացած բոլոր մեր նկարտումներից հրաժարվենք։ Սա Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է եւ հասկանալի է, որ այդ մոտեցումը քննարկվում է եւ թուրքերի հետ եւ ադրբեջանցիների հետ եւ իզուր չի, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսությունն անդրադառնում է անգամ մեր խորհրդանիշ Արարատ Սարին, ասելով, որ քանի որ Արարատը Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքում չի, մենք Արարատը դիտարկելով որպես պատմական հայկական սար, բայց մենք այսօր ունենք Արագածը եւ անգամ հակադրում է մեր առնվազն երկու մեծ սարերը, Արարատը Արագածին, ասելով, որ մենք Արագած օպտիկով կողմնորոշվում ենք այսօր եւ ոչ թե Արարատով։ Հիմա այս ամբողջ համատեքստում մենք ունենք մի այլ կարևոր խնդիր, որին համարյա ոչ մի վարչախումբ 35 տարի շարունակ գործող իշխանական համակարգի համատեքստում չի անդրադարձել։ Ժամանակին, երբ որ ընդունվում էր անկախության հռչակագիրը, այն ժամանակ արդեն կար այդ քննարկումը, կոշտ քննարկումը, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր դուրս գալ ցեղասպանության ճանաչման համատեքստից, փորձում էր ցեղասպանությունը որպես ճանաչման առաջնային գործոն չդիտարկել։ Եվ դա հասկանալի էր, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հայկական հարցի փակման առաջի եւ հիմնական ջատագովներից մեկն էր եղել, որը շարունակվել է այդ հայկական հարցի փակման գործընթացը շարունակվել է 35 տարի շարունակ եւ այսօր Նիկոլ Փաշինյանը դա փորձում է վերջնականացնել։
Դրա դրսևորումներից ամենակարևոր դրսևորումներից մեկը հետևյալն էր, որ նույնիսկ անկախության հռչակագրում այն ժամանակվա առաջնորդողները վախեցան նշել, որ սա հայկական անկախ պետականության վերականգնումն է, այսինքն վերականգնում բառը չկա անկախության հռչակագրում, իսկ վերականգնում կնշանակեր, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը 1918-ից 1920 թվականի հանրապետության իրավահաջորդն է, այսինքն երբ որ դու գրում ես վերականգնում, ինչպես արել էին ադրբեջանցիները եւ վրացիները, մյուս քայլով նույն հռչակագրում պետք է անդրադառնայր, որ դու 18-ից 20 թվականի առաջին հանրապետության իրավահաջորդն ես։ Մյուս քայլով պետք է խոսեիր փաստացի նրա մասին, որ այս հանրապետությունը, առաջին հանրապետությունը բռնազավթվել եւ բռնակցվել է, եւ այն մյուս քայլով պետք է արդեն պահանջատիրության խնդիր դներ, այսինքն ապօրինի ճանաչեր Մոսկվա եւ Կարսի պայմանագրեր, այսինքն դա մի ամբողջ փունջ էր, որ առաջ եթե ասում ես վերականգնում, մնացածը պետք է աներ, որը եւ խուսափել են անել Լևոն Պետրոսյանը, Տեր-Պետրոսյանը եւ նրա Ղարաբաղ կոմիտեի բոլոր փաստացի անդամները, այսինքն այն սրբացումը, որ կար Լևոն Տեր-Պետրոսյանը լավը չի, մյուսները լավն են, այնտեղ ընդդիմությունը ընդհանուր առմամբ Ղարաբաղ կոմիտեի որոշումը, որը արտահայտվել է անկախության հռչակագրում, եղել է հետևյալը. փաստացի այս Հայաստանը սովետական Հայաստանի իրավահաջորդն է, եւ Նիկոլ Փաշինյանը դա էլ ասում է, վարչական սահմանները դարձնենք սովետական սոցիալիստական Հայաստանի, դարձնում ենք պետական եւ աշխարհի հետ եւ մեր հարևանների հետ մասնավորապես հարաբերվում ենք հենց այդ սկզբունքով։ Այսինքն դա եկել է ի սկզբանե։ Հիմա անդրադառնանք հենց ցեղասպանությանը։ Ցեղասպանության ճանաչումը առանց հատկորոշելու հայրենազրկումը դա նշանակում է կիսատ դիրքորոշում, որովհետեւ ցեղասպանությունը զուգորդվել է հայրենազրկմամբ նորից եւ 110 տարի հետ եւ 130 տարի հետ կարող են գնալ եւ կարող ենք հետ գնալ ընդամենը 2 տարի, որտեւ էթնիկ զտումները Ադրբեջանում, Արցախում փաստորեն զուգակցվեցին հայրենազրկմամբ։ Այսինքն երկիրը հայրենազրկվեց։ Իմաստը հենց դրանում է, այսինքն թուրքական, թուրք-ադրբեջանական, թուրք-ադրբեջան-ռուսական, եթե կուզեք, կողմը ռուսական են թեզիսը, որը 19-րդ դարի երկրորդ կեսերին եղել է Արմենիա բիզարմյան, Հայաստանը առանց հայերի եւ դա վերաբերվել է ընդհանուր Հայաստանին, այն ժամանակ բնակեցված նաեւ արևմտյան Հայաստանին, մեր բնորանին, այդ սկզբունքը կիրառվում է, այսինքն եթե Հայաստանը չի ունենում հայություն, այսինքն չի ունենում բավարար հայություն, եթե հայկական տարածքներում սկսում է բացակայել հայկականությունը, ի վերջո հայկական հարցի փակումը դառնում է իրականություն։ Դեռևս 1900-ականների վերջերին կամ 2000-ի սկզբերին, կներեք, 2001 թվականին, եթե չեմ սխալվում, փորձ արվեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով ստեղծել, ասեմ, որ դա Ռոբերտ Քոչարյան նախագահի օրոք էր եւ Օսկանյան արտաքին գործերի նախարարի օրոք էր, դա կիսապաշտոնական, այսպես ասած, հանձնաժողով էր, հանձնաժողովում ներառված էին օրինակ, ներառված էր Ալեքսանդր Արզումանյանը, ներառված էր, մոռանում են դրա մասին, Անդրանիկ Միհրանյանը, ներառված էր Վան Գրիգորյանը ԱՄՆ-ից, այսինքն հայկական, այսպես ասած, այն խմբերից, այն բաներից, այն թիմերից, որոնք հայկական հարցի փակման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից էին առանց նախապայմանների, իսկ դա նշանակում է դու որևէ ցեղասպանության եւ հայրենազրկման հետ կապված որևէ պահանջատիրություն չունես առանց նախապայմանների, դա փաստացի պետական մոտեցում էր։ Որովհետեւ հենց այն ժամանակվա կառավարիչները այդ ամբողջ 10 տարվա ընթացքում խոսում էին թուրքերի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների, որը ոչ մի կերպ չէր ստացվում։ Եվ զավեշտը այն էր, որ չէր ստացվում, որտեղ թուրքերն էին նախապայմաններ դնում։ Նույն առանց նախապայմանների մոտեցումը եղավ Սերժ Սարգսյանի օրոք, այդ ֆուտբոլային դիվանագիտություն եւ 2009 թվականին, եթե չեմ սխալվում, արձանագրությունների կնքումով եւ նորից առանց նախապայմանների եւ այստեղ նույնպես ցեղասպանության շուրջ այնտեղ պատմաբանների հանձնաժողով էր ստեղծվում, ինչ էր ստեղծվում
ցեղասպանության շուրջ քննարկում կար առնվազն, Առաջարկ է եղել հայկական կողմը մերժել։ բայց թուրքական կողմի նախապայման է եղել։ Թուրքական կողմի նախապայման։ Այո, եւ թուրքական կողմի մյուս նախապայմանն էլ եղել է Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Ղարաբաղյան հարցը։ Ղարաբաղյան հարցի շրջանակում նույն բանը կա այսօր, նույն Ադրբեջանի եւ թուրքական կողմի հետ թուրքական կողմի հետ առանձին են խորամանկ, որ մենք թուրքերի հետ բանակցենք, այստեղ դա չի ստացվում, այսինքն ամբողջ 35 տարի շարունակ հայկական կառավարիչները գործող իշխանական համակարգը բոլոր վարչակարգերով գնացել են նրան, որ ջուրա լցրել այն ջրաղացին, որ հայկական հարցը պետքա փակվի եւ հայկական պահանջատիրությունը չկա եւ ցեղասպանությունը եղել է ճանաչենք, բայց հատուցում որպես այդպեսին հայկական պետությունն ու պետականությունը չի ուզում ցեղասպանություն իրականացնողներից, որոնք թուրքերն էին, ադրբեջանցիք են եւ դրան մասնակից ռուսները, հատուցում չենք ուզել։ Չենք ուզել, անգամ եղել է խոսք, որ պահանջատերը պետությունը չի, պահանջատերը Սփյուռքն է, այսինքն եւ դա Նիկոլ Փաշինյանը չի ասել։ Դա ասվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այնպես որ ցեղասպանության հետ կապված մեր դիրքորոշումը եղել է փաստացի կրավորական, ճանաչման հարցում եղել են քայլեր ժամանակին եւ ճանաչում եղել է տարբեր երկրների կողմից, բայց պահանջատիրություն որպես այդպեսին չի եղել, հայրենազրկման հատուցում որպես այդպեսին չի եղել, եւ այդ պատճառով ցեղասպանությունը շարունակվել է մինչեւ 1923 թվի եւ շարունակվելու է, նորից եմ կրկնում, եթե մենք մեզ շարունակենք այդ կերպ պահել։ Հիմա անդրադառնալով միջազգային արձագանքներին ցեղասպանության օրվա ճանաչման հետ կապված կամ ոգեկոչման հետ կապված ԱՄՆ-ի նախագահը օգտագործեց Օբամայի կողմից դեռևս շրջանառության մեջ մցրած մեծ եղեռն խոսույթը, չնայած իրենից առաջ եղած նախագահը Բայդենը ցեղասպանությունն էր օգտագործել որպես եզրույթ եւ ավելին կոնգրեսը ամբողջական ճանաչել էր ցեղասպանությունը իր հայտարարություններով, բայց Թրամփը խոսեց մեծ եղեռնի մասին եւ անդրադարձավ նաեւ, որը հետաքրքիր էր, Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ, այսինքն անդրադարձ կատարեց այդ ռազմավարական փաստաթղթին, որը Բայդենի վերջում իշխանության օրոք վերջի հատվածում հենց վերջի օրերին անգամ կնքվել էր։ Ռուսաստանի մասին դուք ասեցիք, Ռուսաստանի կողմից դուք ասեցիք բարձր մակարդակով Պուտինի կամ որևէ մեկի, ես առնվազն չգիտեմ, որ եղել է հայտարարություն ցեղասպանության հետ կապված, այլ Զախարովն եղել են եվրոպական ճանաչման Պուտինի գործողությունները։ կողմը, եթե կարելի, հետո եվրոպականը։ Եվ հետո Թրամփին նորից կանդրադառնանք, ձեր կարծիքով ինչու Պուտինի կողմից չի եղել, որովհետեւ է նշում, քանի որ կարելի ասել, այսպես կլոր տարելից է 110-ամյակ է։ Տեսեք, ես կարծում եմ, որ ռուսական կողմի, ինչպես հայկական կողմն է ասում, որ ցեղասպանության ճանաչումը իր առաջնահերթության մեջ չի, ռուսական արտաքին քաղաքական եւ աշխարհ քաղաքական այդ գործընթացում Հայաստանի հայկական հայոց ցեղասպանության հետ կապված ամեն անգամ հայտարարություն անում է իրենց առաջնահերթությունների շրջանակում, չի։ Նրանք ասում են նույն Զախարովան հայտնում է, որ մենք Դումայով դա ընդունել ենք, Պուտինն էլ 2015 թվականին եկել է Հայաստան, բավարար է, էլի, իմ մակարդակով ես դա ասում եմ, դրանով բավարարվեք հայեր, առավել եւս որ դուք նույն ցեղասպանության հետ շրջանակում եւ ընդհանրապես հայկականության հետ կապված շրջանակում ունեք կրավորական կեցվածք։ Այնպես որ Սա չի ցույց տալիս Պուտինի, այսպես մեսիջ չի Պուտինի կողմից Հայաստանին հանդեպ իր վերաբերմունքի դա հենց փոփոխության։ մեսիջ է ոչ միայն Հայաստանի, այլ հայկական փոփոխության ոչ։ Փոփոխության ոչ, դա հենց այո, դա ուղերձ է Հայաստանին եւ հայությանը, թե ինչպես են այսօրվա ռուսական կառավարիչները վերաբերվում մեզ։ Նրանք չեն արգելում միջոցառումներ իրենց տարածքում ցեղասպանության հետ կապված, երբ որ հայերը այդ միջոցառումներ անում, չնայած ժամանակի մեջ եթե հայկական այս կեցվածքը լինի, հայկական պետական ճակերտն այս կեցվածքը շարունակվի, ապա կարող ինչ-որ պահել արգելեն։ Իսկ առնվազն չէ, այս պահին չեն արգելում, բայց առնվազն պետական բարձր մակարդակով դրան չեն անդրադառնում։
Ասացի, որովհետև դա իրենց առաջնահերթությունների չի եւ դա այո վերաբերմունքի արտահայտում է մեր շահերի եւ մեր մոտեցումների եւ մեր ցավի ի վերջո նկատմամբ։ Հայ լոբիստները եւ նաեւ ոչ միայն լոբիստները, հայերից շատ-շատերը, ամերիկյան քաղաքական գործիչները մեղադրել են Թրամփին, այո, որ նա մեծ եղերն է ձևակերպում օգտագործել, ցեղասպանություն չի օգտագործել։ Նախ հարցս, ինչու Թրամփին մեղադրում են, երբ նա եւ կոնգրեսն է եւ սենատն է ընդունել ցեղասպանության մասին որոշում, նա կարող էր, դուք տեսեք, ասացիք Դուման ընդունել է, Ռուսաստանը համարում է, եթե ընդունել է, ուրեմն մենք արդեն ասել ենք այո, ցեղասպանություն եղել է, մենք ճանաչել ենք ցեղասպանությունը։ Եվ Ռուսաստանից ոչ ոք չի պահանջում։ Ինչու են Միացյալ Նահանգներից պահանջում, Ռուսաստանից չեն պահանջում։ Նախ դա ենք քննարկում։ Տեսեք, ովքեր են որ ԱՄՆ-ից պահանջում են, Ռուսաստանից չեն պահանջում։ ԱՄՆ-ից պահանջում են ԱՄՆ-ում գործող հայկական խմբերը, որոնք շատ ավելի ակտիվ են, շատ ավելի ազատ են։ Իսկ Ռուսաստանում գործող որևէ հայկական միավոր հայության հետ կապված այդ ինչ առույցի կատ պետք է խմանցել լինի, որ Պուտինին քննադատի, այսինքն դա չի եղել տես բան եւ չէ կարող լինել, հաշվի առնելով այն կեցվածքը եւ այն մոտեցումները, որ կա հայկական սփյուռքի մոտ Ռուսաստանում, այսինքն անվերապահ իշխանության աջակցություն, սա է այդ կեցվածքը եւ եթե Պուտինը մի բանին ասում է այ ուրեմն դա պետք է այդպես լինի, ասում է ոչ, ուրեմն դա այդպես լռմանը պետք է լռի։ Ես դա ի վնաս այդտեղ ստացվում է ի աջակցություն եւ ի վնաս հայկական բնականաբար, որովհետեւ այն կեցվածքը, որ ունի ռուսական սփյուռքը, որպես առաջնահերթություն նույն բառը օգտագործեմ, դա ռուսական պետական եւ ազգային շահն է, ոչ թե հայկական պետական եւ ազգային շահ։ Եվ այդ հարաբերություններում փորձ են անում դիրքավորվել։ Իմիջիալոց ես Անդրանիկ Միրանյանի անունը տվեցի, որը մասնակցել է այդ առաջի հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, որը շատ հակասական հանձնաժողով էր իր նպատակներով հանդերձ, էլի առանց նախապայմանների, առանց մոտեցումների, խիստ հայկական ազգայնական մոտեցումների, ազգային շահի պահպանման հանձնաժողով էր, որտեղ իսկ Անդրանիկ Միրանյանը գիտենք, դա Ռուսաստանում հայկական, այսպես կոչված սփյուռքի ներկայացուցիչ, որը պետական հարաբերություններում շատ շքեղ դիրքավորված է։ Մյուս բանը, որ ասեմ, հիշեցնեմ պարզապես, հայ-թուրքական այդ ֆուտբոլական դիվանագիտության մասին հայտարարությունը, որ արեց այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, նա արեց դա Մոսկվայում։ Երբ որ նա գնացել էր պետական թե պաշտոնական այցելության Մոսկվա, հանդիպումներից հետո հայտարարություն արեց Մոսկվայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերել եւ հրավեր Գյուլին գալ մասնակցել այդ ֆուտբոլային խաղին։ Այնպես որ ռուսական կողմի պետական եւ ազգային շահերից է բխում հայ-թուրքական այս թնջուկի եւ հայ-ադրբեջանական, հայ-թուրք-ադրբեջանական, ասենք ասենք, որովհետեւ չլուծված խնդրի լուծումը ի վնաս հայության, այսինքն լուծումը ռուս-թուրքական եղբայրության պայմանագրերի 1921 թվականի եղբայրության պայմանագրերի շրջանակում։ Հիմա ես այս հարցերն եմ բարձրացնում, որոնք այժմ հասարակության մեջ բուրըն քննարկման են, ուրեմն քննարկման առարկա են դարձել։ Հաջորդ հարցը այո, ցեղասպանություն եւ մեծ եղերն։ Դուք ասացիք, որ Թրամփը օգտագործեց Օբամայի ձևակերպումը մեծ եղերն, բայց շատերը ասում են ախր մեծ եղերն մենք հայերս ենք ասում, որը ոչ թե հոմանիշն է, այլ նույն բանն է, ինչ որ ցեղասպանություն, նույն բառն է, ինչպես հրյաները հոլոկոստ բառն են օգտագործում, որի մեջ կա հրյաների ցեղասպանություն, բովանդակությունը բառի մեջ, այնպես էլ մեծ եղերնը, եղերնապուրց են եղել, մեծ եղերնի հուշահամալիր են ասում, ժողովրդի մեջ այդպես է ասում։ Ասում են, եթե Թրամփը նշել է, որ այնտեղ սպանվել են մարդիկ, որ դա աղետ է եղել, որ տեղահանվել են, նշանակում է պարզապես ցեղասպանություն բառը չի օգտագործել, բայց ձևակերպումը մեծ եղերնով արդեն նկարագրվում է։ Տեսեք, ես անկեղծ ասած չեմ կարծում, որ ճիշտ է այդ մանրուքների մեջ
այդքան խորանալը, որովհետև ցեղասպանության բառի օգտագործումը ոնց որ թե դարձել է ինքնանպատակ։ Ինչի ցեղասպանություն, որովհետև Լեմկինի կողմից ցեղասպանություն բառնա միջազգայինորեն որպես իրավական բառ արտահայտում այդ կոտորածները, ջարդերը, հայրենազրկումները եւ այլն։ Դրա համար ցեղասպանություն, որովհետև հոլոկոստը որպես այդպեսին ինչ որ դուք օրինակ բերեցիք, նույնպես դարձել է միջազգային բառ։ Եվ պետությունները եւ հերեականության ջանքերի հաշվին եւ երբ որ հոլոկոստ ասում են եւ ոչ ոք չի հասկացում նույն ձևով եղերն են ասում, մեծ եղերն են ասում։ Չի կարծում ոչ ոք որ դա ցեղասպանությունից դուրս երևույթ է։ Իսկ մեծ եղերնը այդպիսի շրջանառում չունի եւ չել կարող ունենա, որտեղ մեծ եղերնը օգտագործում են մասնավորապես նույն ամերիկացիք, դեռ եմ ասում Օբամայի սկսած, որովհետեւ խուսափել ցեղասպանություն բառը օգտագործելուց։ Սա է նպատակը, այսինքն ասում են մեծ եղերն, որպեսզի ասեն, դե մենք ասում ենք նույն բանն, ինչ որ դուք ասացիք, բայց խուսափում են միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունը բնութագրող բառը ցեղասպանություն օգտագործելուց։ Հիմա բայց այստեղ մեկ ուրիշ բան կա, որին ես ուզում եմ անպայման անդրադառնալ։ Երկրներ, օրինակ Ֆրանսիան կամ օրինակ Շվեյցարիան, ճանաչելով ցեղասպանություն, ոչ միայն ճանաչել են ցեղասպանություն, այլ օրենք են ընդունել, իրավական ակտեր են ընդունել ցեղասպանության ժխտումը պատժելու համար, քրեական հետապնդումը նախատեսվում, հայկական ցեղասպանության մասն է խոսքը տվել դրանք ցեղասպանության ժխտումը պատժելու քրեական հետապնդում իրականացնելու համար։ Հիմա վերջերս օրինագիծ էին փորձում ազգային ժողովում գործող տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները շրջանառել, որ ցեղասպանությունը Հայաստանում նույնպես հայկական ցեղասպանության մասն է խոսքը, դառնա պատժելի ժխտումը դառնա պատժելի քրեականորեն։ Լավ, ես համաձայն եմ իմիջայլոց։ Անպայման պետքա մենք նմանատիպ օրենսդրություն իրավական ակտ ունենանք եւ դա պետք է վերաբերվի առանձին եւ ցեղասպանությանը, առանձին հայկականության ժխտմանը կամ հայկականության դեմ գործողություններին, առանձին անկախ պետականության դեմ ցանկացած գործողությունների, դրանք իրավական ակտերով խիստ պատիժներ պետք է նախատեսեն։ Այսինքն այն ամենը, որը փորձում է հայկականությունը, ինչպես եւ ես ասացի, մեր երկրում եւ մեր տարածաշրջանում դուրս մղել, դա պետքա քրեականորեն հետապնդվի։ Բայց այլ հարց այդ նույն իրավական ակտը ցեղասպանության համար, ժխտման համար պատժի։ Ինչի մինչ Նիկոլ Փաշինյանը չի ընդունվել, նույն տիտղոսային ընդդիմության ուժերի կողմից, երբ որ իրենք են եղել իշխանության։ Ինչի չի ընդունվել։ Հարցը չէ, այսինքն այդ հարցը հռետորաբանական որ Նիկոլ Փաշինյանի օրոք է հայտարարվել, որ օրինակ եմ ասում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության առաջնահերթություն չէ ցեղասպանությունը։ Հիմա են ի հայտ եկել այն հանգամանքները, որոնք ստիպում են, բայց դա ժխտում է թե ժխտում չէ, դա էլ է դժվար սահմանում է պահանջում։ Միշտ կլինի ուժ, եւ այդ ուժը միշտ եղել է Հայաստանում, այդ խմբերը ուժեր են եղել, որոնք խոսել են նրա մասին, որ ցեղասպանության հետ կապված մենք մեր դիրքորոշումը ճանաչման հետ կապված, պահանջատիրության մասին ընդհանրապես ոչ ոք չի խոսում։ Այսինքն հատուցման մասին պետականորեն ոչ ոք չի խոսում։ Եվ պարզավոր Հայաստանը միշտ եղել են եւ այսօր էլ կան ուժեր, որոնք ասում են, որ ցեղասպանությունը դա այո եղել է, բայց դա պատմություն է, դա մեր մոտ պետք է առաջնահերթություն չլինի, առաջնահերթությունը պետք է լինի կարգավորումը թուրքերի եւ մնացած այդ հարաբերությունների առանց ցեղասպանությունը որպես նախապայման ունենալու։ Եվ այդտեղ է խնդիրը։ Խնդիրը տեղ է, նույն ինչպես եւ ես ասացի, նախկին վարչակարգերն էլ են այդ մոտեցումը ունեցել, այո ցեղասպանության ճանաչում, բայց դա նախապայման չի։ Էլ չեմ խոսում հայրենազրկման մասին, որ որևէ տեղ արտահայտված չի, այդ թվում նախկին իշխանություն, նախկին ճակերտներն, որտեղ դա նույն իշխանական համակարգի տարբեր վարչակարգեր են, նախկին վարչակարգերը, ասենց ձևակերպեմ, որ ճշգրիտ լինի ավելի։ Հայրենազրկման եւ հատուցման մասին որևէ խոսք չկա։ Եվ քանի որ անըստ նախապայմանների է, օրենք էլ չկա։ Եվ օրենքը կներեք ավարտեմ, օրենքը պետք է լինի ոչ միայն ցեղասպանության, այլ հայրենազրկման
եւ հատուցման պահանջի շղթման վերաբերյալ։ Շնորհակալ եմ, այժմ կարճատև դադար հայտարարենք եթերում, այնուհետև վերադառնանք այս զրույցին եւ դուք հռետորական հարց տվեցիք, ինչու են հիմա այդ հարցը բարձրացնում, փորձենք, ես կփորձեմ կամ ես կխնդրեմ ձեզ, դուք ձեր տարբերակը պատասխանի ներկայացնեք։ Գովազդե եթերում մնացեք մեզ հետ, սիրելի հայրենակիցներ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, ինչու հիմա դուք կարծում եք անհրաժեշտ դարձավ այդպիսի հարց մտցնել ազգային ժողով։ Տեսեք, դուք այդ հարցի պատասխանը փաստացի ինքներդ տվեցիք, որովհետև տիտղոսային անդիմության, այսպես ասած, բացատրությունը հենց դա է, որ հիմա այդ հարցը գործող վարչակարգը որոշակիորեն երերուն է դարձրել, անորոշություն է մտցրել ցեղասպանության ճանաչման տիրույթում, նա որպես առաջնահերթություն չի, եւ մենք եւ ենթադրաբար նպատակը, որ հանկարծ հայ-թուրքական կարգավորման համատեքստում ցեղասպանությունը որպես նախապայման, ցեղասպանությունը չդիտարկելը որպես նախապայման չլինի, բայց կրկնվեմ 35 տարի շարունակ Հայաստանը իշխող Հայաստանը տիրող իշխանական համակարգը իր բոլոր վարչակարգերով, բոլոր անխտիր այդպես է արվել։ Փաստացի ցեղասպանությունը որպես նախապայման, հայրենազրկումը առավել եւս հատուցան մասին էլ չեմ խոսում,
չի դիտարկվել որպես նախապայման հայ-թուրքական հարաբերություններում, այնպես որ այսօր Նիկոլ Փաշինյանի դիմաց դա այդ հարցը դնելը դա կարծում եմ ճիշտ քայլ է, բայց դա ինքը իրանով որոշակիորեն երկդիմի է, որովհետև այդ նույն հարցը տասնամյակներ շարունակ առաջ պետք է լուծված լինի։ Եվ մենք չդիտարկեցինք, եթե կարելի է կարճ հակիրճ ընդհանրական այսպես տպավորությունով, եվրոպական մի շարք երկրներ այո ուղերձներ հղեցին, հայտարարություններ արեցին, կարելի է այսպես ասել, որ որոշակի միտում կար ցեղասպանության հուշել կամ հայտարարություն անել, որ այսօրվա իրավիճակը Արցախի հետ կապված կամ 23 թվականի եւ դա բերվում է նույն կոնտեքստի մեջ ինչ ցեղասպանություն է տեղի ունեցել, նշանակում է, որ եվրոպական երկրները մատնանշում են, որ Արցախի հարցը ցեղասպանության հարցի շարունակությունն էր, որ Արցախի հարցը հայկական հարցի մաս է կազմել եւ որ շարունակվում է այդ վտանգը, այսինքն ցեղասպանությունը չի ավարտվել 23 թվականին 1900, ցեղասպանության մի եւս մեկ դրվագ եղել է Արցախի հայաթափումը եւ դեռևս այս ռազմատենչ հայտարարություն, ագրեսիվ հայտարարությունների կոնտեքստում կա ցեղասպանության շարունակության տարեր, սաղմեր։ Տեսեք, ես դա այդպես կուզեի դիտարկել, բայց դա դժբախտաբար այդպես չի, որովհետև օրինակ նույն Եվրամիությունը, ինչքան ես գիտեմ, Եվրամիությունը որպես եվրոպական երկրների միավոր, ընդհանրական համադրված միավոր հայտարարություն չի արել։ Այսինքն համընդհանուր եվրոպական դիտարկում որպես այդպեսին, որ ինչ-որ դուք թվարկեցիք, ես դա չեմ տեսնում, ավելին ասեմ, այդ հենց օրերին փաստորեն Եվրոմիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Կայա Կալասը հանդիպում է ունեցել, գնացել է Ադրբեջան, հանդիպում է ունեցել Ադրբեջանի կառավարիչների հետ, այդ Ալիևից սկսած մինչև արտաքին գործերի նախարար եւ այլ հանդիպումներ ունեցել, որտեղ շատ դրական արտահայտվել Եվրամիություն Ադրբեջան հարաբերությունների գործընկերության, ռազմավարական գործընկերության վերաբերյալ էներգետիկ իրենց այդ կնքած հուշագրի շրջանակում հարաբերությունները ավելի զարգացնելու վերաբերյալ, այսինքն Ադրբեջանը, որը իրականացրեց ինչ-որ դուք ասացիք, 23 թվականի, իսկ Ադրբեջանը մենակ դա չի արել, չէ՞։ Եվ այս 88 թվականին Սումգայիթից սկսած եւ մնացած ցեղասպան գործողություններ արել է, չասենք, որ 1900-ականների սկզբերին նույնպես Ադրբեջան նորաստեղծ պետությունն է, այն ժամանակ Շուշիի ջարդերն արել եւ այլն, այսինքն Ադրբեջանի ցեղասպան ձեռագիրը 100-ամյակից նույն 100-ամյակից ավել է, որ հայտնի է, բայց դա կապ չունի, Եվրամիության ներկայացուցիչները շատ ջերմ զրույցներ ունենում հենց այդ մեր ցեղասպանության ոգեկաշման շրջանակում եւ այստեղ մի բան էլ դա էլ փակագծում ասեմ, Ալիևը Արցախ շրջայց է կազմակերպում դեսպանների հետ դիվանագետների։ Այո, դա եւ նրանք գնում են։ Նրանք գնում են։ Հենց ապրիլի 24-ին։ Այո, եւ նրանք գնում են։ Ավելին ասեմ, նույն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը հերթական անգամ արտահայտել է այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության փոփոխությանը նախապայման է, ուղիղ տեքստով, հենց այդ բառերով, նախապայման է, որպեսզի կնքվի այս խաղաղության պայմանագիր կոչված։ Կալասի հետ հանդիպման։ Կալասի հետ հանդիպման ժամանակ են դա ասել։ Այսինքն, իսկ այդ նախապայմանում կա երկու կետ փաստացի, որը իրանց ամենաշատն է հետաքրքրում։ Դա մեկը դա նույն Արցախի 1980 Լեռնային Ղարաբաղի 1989 թվականի միացման մասին որոշումն է, երկրորդը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումն է։ Այսինքն այդ երկու կետն էլ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է եւ նախապատրաստում է հայ հանրությանը եւ հոգեբանորեն եւ մնացած գործիքներով, որ սահմանադրության փոփոխության ժամանակ դրանք դուրս են գալու, որպես մեկը Արցախի հարցը որպես լուծված հարց, արդեն ցեղասպանությունն էլ որպես ոչ առաջնահերթություն։ Այսինքն ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չի եւ այդ ճանաչման դրույթը ենթադրում են դուրս է գալու։ Բայց այնուամենայնիվ այդ թուղթը դեռևս ադրբեջանցիք եւ թուրքերը, որոնք ասում են, որ Ադրբեջանի հետ կանոնակարգեք նոր մեր հետ զարգացում կունենաք հարաբերությունների,
պահանջում են եւ ինչպես է Նիկոլ Փաշինյանը այդ ստորագրված թուղթը ստանալու դժվար է ասել ստեղ նորից միջազգային զարգացումների ընթացքից կախված որի մասին բազմաթիվ անգամ ասել է ռուսական կողմը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչը կարող է դեր կատարել, բայց այդ դերին հայկական կողմը համաձայն է այդ իր ֆլյուգերային մոտեցմամբ ադրբեջանցիներին խնդրի որ ստորագրեք էլ այդ թուղթը, որովհետև դա մեզ էլ է պետք, որովհետև Հայաստանը շեղվում է դեպի Ռուսաստան, եթե մենք դուք այդ թուղթը ստորագրեք Այսինքն դա հայերի կողմից մեծ խնդրանք է, ես էլ դες հորդորում եմ մեկը հայերը ինչ կարան անեն, որ ստորագրեք մնացած ինչ որ պետքա կվերցնենք, այդ թվում Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Բայց դա աշխարհ քաղաքական զարգացումներից է կախված։ Նորից որտեղ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածը դա ֆլուգերային դիրքորոշում է ընդհանրապես, որ կողմից քամին ուժեղա փչում, այն կողմը շրջվում է։ Հիմա այս պահին Թրամփ-Պուտին հարաբերություններում Պուտինը շահեկան դիրքում է, ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակում ունենալով ԱՄՆ-ի աջակցությունը ռուսները շահեկան դիրքում են, այս պահին, որովհետև դա արագ փոփոխման ենթակա բան կարող է լինել, ընթացքները շատ զարգացումները շատ արագ են լինում։ Այս պահին Փաշինյանը մայիսի 9-ին գնում է Մոսկվա, մասնակցելու է շքերթին եւ պարզա, որ մասնակցության համար ինչ-որ բան ենթադրաբար կարող է խնդրել Պուտինից եւ Պուտինի դիրքորոշումը իսկ ինչ պետք է խնդրի, իմ կարծիքով առաջնային խնդրանքը պետք է լինի լավ է Ալիևին ասա թող այդ թուղթը ստորագրել, այդ թուղթը ոչ մի բան չի, բայց ես այդ թղթով Հայաստանում կվերընտրվեմ։ Դա իմ հիմնական փաստարկն է։ Ռուսաստանին պետք է որ այդ թուղթը ստորագրվի։ Ռուսաստանը պետք է իմ կարծիքով որ տարածաշրջանում իրենց դիրքերը վերականգնեն։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է Հայաստանում իրենց ներկայությունը ոչ միայն պահպանվի իդեմս ենթադրենք նույն ռազմաբազայի, այլ ամրապնդվի, մյուս փուլում Հայաստանը մտնի ռուսական իմպերիայի կազմի մեջ այդ միութենական պայմանագիր ասացի շրջանակում եւ բոլոր այն ռազմավարական ծրագրերը, որ Հայաստանի տարածքի հետ կապված է, այդ թվում ճանապարհները, այդ թվում ենթակառուցվածքները, էներգետիկ, դա լինին առնվազն իրանց մասնակցությամբ, եթե ոչ իրանց վերահսկողությամբ։ Դա հակապայման է, դուք ասում եք Փաշինյանը խնդրում է գնում է մայիսի 9-ին եւ խնդրում է որ Ռուսաստանը աջակցի։ Ռուսաստանը ասում է օրինակ եմ ասում ձեր շարադրածից ելնելով։ Ռուսաստանն էլ ասում է լավ, ես խաղաղության պայմանագրին քեզ կոժանդակեմ, եթե դու մտնես այդտեղ թողնես իմ ռազմաբազան, մտնես իմ միութենական բանը։ Այսինքն այստեղ սակարկության բնականաբար Հայաստանը միշտ եղել է սակարկման առարկա եւ հայ կառավարիչների եւ օտար կառավարիչների համար հայկական պետական եւ ազգային շահը հարյուրամյակներ շարունակ ռուսների կողմից մասնավորապես եւ առաջի հերթին ռուսների կողմից թուրքերի հետ իրենց հարաբերությունում եղել է սակարկման առարկա, բայց այստեղ մի հատ այլ կարևոր բան կա։ Արդյոք դրան, որ Ռուսաստանի դիրքերը վերականգնվի ավելի ամրանա Հայաստանում, արդյոք դրան համաձայն են թուրք-ադրբեջանական տանդեմը, կարծում եմ ոչ։ Եվ այսօրվա Ռուսաստանի թուլացումը Հայաստանում դա բացարձակ կախված չի Փաշինյանից կամ գործող վարչակարգերից։ Դա կախված է թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացումից եւ նրանց պահանջներից Ռուսաստանին, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով ռուսական ռազմական միավորը դուրս եկավ Արցախից։ Նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով նրանք դուրս եկան հայ-ադրբեջանական սահմանից։ Նույն իրանց պահանջով նրանք դուրս եկան այդ հանգուցային կետերից, որով Հայաստան են մտնում եւ հյուսիսում եւ հարավում։ Դա նրանց պահանջն է։ Դա Ռուսաստանի ցանկությունը չի, առավելևս Հայաստանը ով է որ տես պահանջներ դնի Ռուսաստանի առջև։ Դա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է, որտեվ ինչպես եւ ես հաճախ ասել եմ, ռուս-թուրքական հարաբերությունները դա հաղորդակցվող անոթների հարաբերություններ են։ Եթե մեկը թուլանում է, ուժեղանում է մյուսը, այդ զորությունը այդ անոթներից դուրս չի գալիս, մյուսն է ուժեղանում։ Հիմա Ռուսաստանը թուլացել է, ուժեղացել է թուրքական կողմը եւ թուրքական կողմը պահանջներ է դնում, բայց այդ հաղորդակցվող անոթների շրջանակում այս ռուս-թուրքական հարաբերությունների
եթե դաշնակցային հարաբերությունների շրջանակում ներքին բնական է, չէ, որ մրցակցություն կա, թե ով ավելի շատ կվերցնի։ Հիմա թուրքերը ուժեղացել են, ռուսներից ավելի շատ են վերցնում, բայց դա նենց են անում, որ ռուս-թուրքական հարաբերությունները շարունակեն գերակա լինել տարածաշրջանում։ Սա է, նենց որ վերջի զարգացումը հերթական ռուսների խնդրանքը բառից բուն իմաստով Իրանին, որ այդ ռեշտ աստառա հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի կառուցեք, նույնիսկ մենք փողը կտանք, մի անգամ չի որ ասել են, զեղչ վարկային ինչ-որ միջոցներ են առաջարկում պարսիկներին Իրանին, որ կառուցի, Իրանը անընդհատ դա հետաձգում է, ինչի, որտեղ Իրանը ցանկանում է այդ հյուսիս-հարավը ունենալ Հայաստանով, ոչ թե թուրքական կողմով եւ ռուսական կողմով, նա չի ուզում փակված լինի, ամբողջական թուրք-ռուսական այդ թակարդի մեջ ընկնի, որ եւ Զանգեզուրի միջանցքը իրենց վերահսկողության լինի եւ հյուսիս-հարավ իրանցի վերահսկողություն, Իրանը ընկնում է շրջապատվում է թշնամիներով եւ հակառակորդներով։ Իրանը ուզում է ելք ունենալ, դրա համար Իրանը պայքարում, որ այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը հայկական վերահսկողության տակ լինի, ոչ ռուս-թուրքական։ Դրա համար ոչ թե հայերի սիրուն աչքերի համար, այլ Իրանի ազգային եւ պետական շահը բնական համընկնում համադրում ունի հայկական ազգային պետական շահի հետ, բայց Իրանը չի կարող հայերի տեղը ամեն ինչ անել։ Սա է իրավիճակը, եւ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ ես շարունակ ասում եմ, երկու հիմնական խնդիր ունի, հայկական հարցի փակում, ինչ որ անդրադարձանք, եւ երկրորդը իր վարչակարգի առնվազն գործող իշխանական համակարգի 35 տարի գործող իշխանական համակարգի իշխանության հարատևում այդ պարագայում ինչի՞ չէ Պուտինի հետ էլ կպայմանավորվի, Էրդողանի հետ էլ կպայմանավորվի, Ալիևի հետ էլ կփորձի պայմանավորվել, ում հետ ասես։ Սա է այն դժբախտաբար սա է այն բովանդակությունը, որ կա այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերություններ կոչված աշխատանքներում։ Ուկրաինական թեման դիտարկենք, նորություններ կան, իհարկե դրանք սաղ լրատվամիջոցների, մասնավորապես Reuters-ը տվեց, կարծես թե այդ պայմանները Ամերիկայի առաջադրած տարբեր ընթերցումներով, տարբեր խմբագրություններով մեզ հասել է այդ ցուցակը, բոլոր տեղերում կարմիր գծով գնում է Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի մաս որպես եւ հայտարարվում է, որ Թրամփը ասել է ես դուրս կգամ այս միջնորդի կամ բանակցությունների սեղանից, Միացյալ Նահանգները դուրս կգան, եթե Զելենսկին չհամաձայնվի մեր պահանջներին։ Ինչու եմ հարցնում, որովհետև շատերը դե նոր չի, առաջին տարին չէ, մենք կապում ենք, մենք նայում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում, որովհետև այնտեղ է լուծվում Ռուսաստանի նաև ուժեղ լինելու եւ թույլ լինելու հարցը։ Բնական է, ռուս-ուկրաինական պատերազմի գոնե միջանկյալ հանգրվանային ելքը փուլը ազդեցություն ունենալու Ռուսաստանի ընդհանուր զորության վերականգնման կամ չվերականգնման վրա, եւ այն ինչ որ արդեն խոսեցինք, եւ ազդեցության չափի ավելացում կամ չավելացում մեր տարածաշրջանում։ Հիմա հետաքրքիր բառախաղ ընթանում։ Իմիջիալուց ասեմ, որ Թրամփը մեծ շատ հարցազրույց է տվել Time Magazine բանին, թերթին, հայտնի շատ անգլիական թերթին եւ անդրադարձել է այդ թվում ուղիղ այդ ռուս-ուկրաինական հարաբերություններին եւ Ղրիմի հետ կապված հարցին։ Ինչ է ասում Թրամփը։ Թրամփը ասում է Ղրիմը իմ օրոք չեն հանձնել։ Ղրիմը հանձնել է Օբաման։ Մի այլ տեղը իր այդ բարբերական բաներում, շփումներում բաների լրագրողների հետ Թրամփը ասում է առանց մի կրակոցի Ղրիմը հանձնեցին ուկրաինացիք։ Այսինքն Ղրիմը հին պատմություն է, այդ իմ օրոք չի եղել։ Նույնիսկ անդրադառնում է, որ ավելի հին է, այսինքն դա Ռուսաստանին նա եղել, նրան ուրիշներին նա եղել։ Այնպես որ Ղրիմի եւ մենք չենք շատ հետաքրքիր բան ասում է, մենք չենք ասում Զելենսկուն ճանաչեք Ղրիմը Ռուսաստանի կազմից։ Մենք ասում ենք մենք կճանաչենք։ Այսինքն ԱՄՆ-ն կճանաչի, դե այստեղ այդ իր ասածը երկակի դիրքորոշումը արտահայտում։ Առաջի դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք կճանաչենք, դա նշանակում է, որ ուժի
Եվ տվյալ դեպքում խոսքը գնում է մեծ եւ փոքր, ոչ թե արդարության ուժի, ոչ թե ազատության ուժի, ոչ թե միջազգային իրավունքի ուժի, այլ բռի ֆիզիկական պայմանական ասած ֆիզիկական տնտեսական ուժի գերակայության քարոզ անում Թրամփը, ինչ է ասում։ Ասում է, որ Ռուսաստան, որ հարց են տալիս, ասում են, Ռուսաստանը ինչ զիջում է արել, որ դուք այսքան զիջում ուզում ես Ուկրաինայից, պահանջում ես Ուկրաինայից, Ռուսաստանի զիջումը ո՞րն է։ Մի զիջում ասա, որ Ռուսաստանն է, ասում է, շատ կարևոր զիջում է անում Ռուսաստանը։ Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը եւ չի շարունակում Ուկրաինայի գրավումը։ Դա զիջում է, այսինքն Ռուսաստանին, եթե ինքը զիջում չանի, ինքը Ուկրաինան ամբողջովին գրավելու է։ Սա Թրամփի ասածը։ Մի այլ դեպքում Թրամփը ասում է, ո՞ց կարելի է քեզից 3 անգամ մեծ ուժի հետ գնալ պատերազմական գործողությունների։ Մի այլ դեպքում ասում է, որ Զելենսկուն դիմելով ասում է, հա, համաձայն չես, դա 3 տարի էլ կռվի, թող Ռուսաստանը ամբողջ Ուկրաինան գրավի։ Ինչ եմ թվարկում ասելու համար հետեւյալը, որ այսօր ամերիկյան առնվազն մոտեցումը հետեւյալն է, ով ուժեղա նա ճշմարիտ է։ Ուժի իրավունքի մասին է խոսքը եւ խոսքը գնում է ոչ թե միջազգային հանրության իրավական համակարգերի, ՄԱԿ-ի, արդարության, ինչպես ասացի, ազատության ուժի մասին, ոչ, խոսքը գնում է բռի մեծի ուժի վերաբերյալ փոքրի նկատմամբ եւ եթե դու փոքր ես, պիտի զիջես։ Բռի ուժին, սա է Թրամփի ասածը Ուկրաինայի մասով եւ Ղրիմի մասով, ասում եմ մենք կճանաչենք Ղրիմը, իսկ մնացած Ղրիմը փաստացինք ասում է դե յուրե կճանաչենք, ասացի իմաստը դա, իսկ մնացած գրաված տարածքները, որ Ռուսաստանը գրավել է եւ ինքը հայտարարել է դա Ռուսաստանի մաս, դա կճանաչենք դե ֆակտո։ Այսինքն նա դե յուրե, սա դե ֆակտո։ Եվ մյուս բանը, որ Թրամփը ասում է, Ռուսաստանը զիջում է անում, որ չի գրավում ամբողջ Ուկրաինան, դե գրավող եղել, այսինքն 3 տարի պատերազմը կգրավեր էլի։ Նա այդտեղ մեկ այլ բան է ասում։ Նա ասում է, որ չի գրավում, որովհետև ես եմ նախագահը։ Այսինքն եթե ես չլինեի նախագահ, կգրավեր, չէր նայի ոչ մի բանի, բայց քանի որ ես Թրամփս եմ նախագահը եւ ես իմ անձից ելնելով Ռուսաստանը չի գնում ամբողջ Ուկրաինան գրավելու, այսինքն զիջումը որ Ռուսաստանը անում է նրա համար, որովհետև ես եմ դա Ռուսաստանից պահանջում։ Հիմա բնական է, որ ուկրաինական կողմի մասնավորապես Զելենսկու դիրքորոշումը այդ ամեն ինչին չի կարող դրական լինել, որովհետև անգամ եթե Զելենսկին մտքում ունենա դրան դրական վերաբերվել, Ուկրաինայում ես չեմ կարծում ի տարբերություն Հայաստանի, որ այդ մոտեցման պարագայում Զելենսկին մի օր ավել կմնա իշխանության, որովհետև Ուկրաինան 3 տարի շարունակ արժանապատիվ դիրքորոշում ունի եւ պատերազմավարում մեծ կորուստներով կատաղի պատերազմավարում իր ինքնիշխանության եւ իր ինքնության համար Ռուսաստանի նման երկրի դեմ իրականում չէ Ռուսաստանը հզոր երկիր է ռազմական իմաստով պատերազմավարում եւ թույլ չեն տա սկսած կարծում եմ դաշտային հրամանատարությունից վերջացրած այսօր Ուկրաինայում գործող ռազմաքաղաքական վերնախավից որ շատ արագ այսպես մատերի շարժումով տենց զիջում անի Զելենսկին որ կարողանա Ուկրաինայի անունից տենց զիջում բնական է Զելենսկին ասում է ես չեմ կարող տենց զիջում անել եւ կարծում եմ ճշմարիտ ասում անկամ եթե ինքը ցանկություն ունենար հիմա դրա համար Լոնդոնում հանդիպում պետք է լիներ նորից Եվրամիության եւ Ամերիկայի եւ Ուկրաինայի ներկայացների հետ միասին, որի նախորդ հանդիպումը եղավ Փարիզում, Լոնդոնի հանդիպումը փաստորեն խափանվեց, որտեղ ամերիկյան կողմը Իդեմես Ռուբիոյի եւ Ուիտկոֆի այդ բանագնացի չգնացին, Զելենսկու այդ ասացի հիման վրա, բայց Ուիտկոֆը երեք հանդիպել է Պուտինի հետ բանագնացու բանի Թրամփի 3 ժամից ավել հանդիպում են ունեցել դրա արդյունքներից առնվազն այս բանը որ մենք քննարկում ենք որևէ տեղեկատվություն չկա բայց Թրամփը ասում է շարունակում է ասել որ այնուամենայնիվ այո մենք կարող է դուրս գանք այդ ամեն ինչից բայց նաև ասում է որ մենք արդյունքներ ունենք Եվ այդ արդյունքներով մենք գնալու ենք զինադադարի հետո խաղաղության կնքման։ Դե մի կտեսնենք։ Բայց միակողմանի ճնշում կա Ուկրաինայի վրա եւ ուկրաինացիք առայժմ շանտաժ կա, ուղիղ շանտաժ, չէ՞ կամ։ Կարելի է ասել, որ շանտաժ էլ կա, բայց ուկրաինացիք դեռևս
ամբողջովին չեն ընկրկում, որոշակի զիջումներ անում են, հասկանալի է, բայց ուկրաինացիք ունեն նաև Եվրամիության գոնե առ այս պահը, եվրոպական երկրներ եւ Եվրամիության աջակցությունը, այնպես որ միարժեք չի իրավիճակը եւ ելի անդրադառնալով մեզ միարժեք չի, որ Ռուսաստանը խիստ շահեկան դուրս կգա այս իրավիճակից։ Ես մի բան ասեմ, դա իմ անձնական մոտեցումն է։ Անգամ եթե զինադադարը լինի շփման գծով, այս պահին զորքերի կանգնած դիրքերով եւ որևէ տարածքային փոխանակումներ չլինեն, այսինքն այն ինչ որ ռուսները գրավել են Ղրիմից սկսած մինչև Ուկրաինա արևելյան տարածքները, դա մնա ռուսների վերահսկողության տակ զինադադարի շրջանակում, ես չեմ խոսում խաղաղության պայմանագրի, մնացածը մնա Ուկրաինայի եւ եվրոպական ներկայացությունների, որտեղ եվրոպացիք պետքա զորքեր մտցնեն, սա պայմաններից մեկն է, արևմտյան պայմաններից մեկն է, որին ռուսները բնականաբար առեսպահ չեն համաձայնում։ Անգամ այդ պարագայում ռուսները պատերազմում կրում են պարտություն։ Ասեմ ինչի։ Որովհետև ռուսական իմպերիայի վերականգնման գաղափարը, որը դոմինանտ գաղափար է Պուտինի համար, այդ գաղափարը նշանակում էր, ինչպես եւ մենք դրա մասին պարբերաբար խոսում ենք, այն հրճակված սկզբունքները, որ 22 թվականի պատերազմը սկսելիս ռուսները ասեցին, դա դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա։ Այսինքն Ուկրաինան ամբողջովին պետք է ընկներ ռուսական վերահսկողության տակ։ Այդ պարագայումը միայն հնարավոր ռուսական իմպերիայի վերականգնումը դեպի արևմուտք։ Ուկրաինան այս լուծման շրջանակում, անգամ եթե Ղրիմը եւ մնացած տարածքները մնան ռուսական վերահսկողության տակ։ Պետություն է մնում։ Առնվազն ոչ միայն ուժեղ, նա ուժեղ պատերազմած, որոշակի ոգի ունեցող, աջակցվող եւ թշնամական վերաբերմունք ունեցող Ռուսաստանին։ Եվ Ռուսաստանի ելքը դեպի արևմուտք հիմնական Ուկրաինայով է եղել։ Շնորհակալ եմ, դեռ այո, Ուկրաինայում ինչ պետք է որոշում կայացվի դեռևս արժևում է, Վիտկովը համենայն դեպս Պեսկովը ասաց, որ շատ երկար էր զրույցը, արդյունքները չկան, դեռ դրա համար չեն կարող ամփոփում տալ։ Կապրենք, կտեսնենք այդ տարիֆային պատերազմի մասին չխոսեցինք, եկեք հիմա եւս չխոսենք, որտեղ էլի հակասական են տվյալները, որովհետեւ նույն Չինաստանի հետ մեկ ասած, համենայն դեպս ասաց Թրամփը, որ 145%-ը սա շատ է, ոնց որ թե զարմացավ անգամ, որ ինքը այդպիսի որոշում է կայացրել, բայց թե ինչքան է իջեցնելու պարզ չէ, այսինքն այստեղ էլ պարզ չէ տարիֆային։ Պարզ է արդյոք տարիֆային պատերազմը կներեք ավարտվել է թե ոչ, այո թե ոչ, որտեղ արդեն ավարտում եք։ Ոչ, չի ավարտվել, շարունակվում է, բայց այստեղ երկու ընդհանուր կարճ, երկու բան ասեմ, այսինքն այդ 90 օրվա կասեցումը, որ Թրամփը արել է ամբողջ աշխարհի համար, բացի Չինաստանից, այդ 90 օրվա կասեցման շրջանակում ընթանում են բանակցություններ եւ այդ բանակցությունները ինչի կբերեն, դժվար է ասել, բայց առնվազն Հնդկաստանի հետ դա շատ կարևոր է, Հնդկաստանի հետ եկել են ոնց որ նախնական համաձայնության։ Դա շատ կարևոր է, որովհետեւ Հնդկաստանը իր զորությամբ որպես երկիր է, որը կարող է փոխարանի որոշակի Չինաստանի հակակշռի եւ այն կորուստը, որ ապրանքների մասով առաջի սպառման ապրանքների մասով Չինաստանից չգալու պարագայում կոնան, Հնդկաստանը կարող լրացնի։ Եվ երկրորդ բանը, Թրամփը ասում է, ես Սին Ցզինպինի հետ մի քանի անգամ խոսել եմ, Չինաստանի բանի նախագահ, եւ Սին Ցզինպինն է զանգ տվել։ Չինացիք ասում են, այդպես բան չկա ընդհանրապես, սա ընդհանրապես զավեշտ է եւ էլի հետաքրքիր կլինի տեսնել, թե ի վերջո կարող են գալ ընդհանրության, թե չէ։ Եվ մի բան էլ ասեմ, մենք դրան էլ երևի ժամանակ չունենք անդրադառնալու, այն նոր օջախը բախման, որ առաջացել է Պակիստան եւ Հնդկաստանի միջև, ժամանակագրորեն առնվազն դա շատ մոտ է կանգնած այն համաձայնությանը, որ ամերիկացիք ունեցան Հնդկաստանի հետ, որովհետեւ եթե Պակիստանին երկար ժամանակ Պակիստանը եղել է ԱՄՆ-ի ուղիղ դաշնակիցը, որտեղ Հնդկաստանը սովետական միության եւ Ռուսաստանի դաշնակիցներ ժամանակին։ Այսօր դերերով փոխվել են եւ Պակիստանը այսօր Չինաստանի դաշնակիցն է եւ չինացիների դժգոհությունը Հնդկաստանի եւ Ամերիկայի հարաբերությունների որոշակի կարգավորման մասով կարող արտահայտվի նրանով, որ լարվածություն առաջանա Պակիստան-Հնդկաստան գործող լարված հարաբերություններում Կաշմիրի շրջանակում, դա խանգարի այն
պայմանավորվածություններին, որ հնդիկները կարող են ունենալ ամերիկացիների հետ։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն մեկնաբանությունների համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն էր մեր զրուցակիցը, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։